Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, որ վերադարձությունները նախամարում։ Երեկ Մոսկվայում կայացել է Փաշինյան-Պուտին հանդիպումը, որի ժամանակ Ռուսաստանի նախագահը մի կողմ դնելով դիվանագիտությունը ուղիղ տեքստով ասել է այն, ինչ մտածում է։ Նիկոլ Փաշինյանի արձագանքը բոլոր հայտարարությունների վերաբերյալ կտրուկ էր եւ առարկայական։ Ռուսական կողմից հայտարարություններ հնչեցին նաև Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո։ Ակտիվացել էր հատկապես փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ռուս պաշտոնյան աչքի է ընկել կոշտ դիտարկումներով։ Կառավարության նիստից հետո տեղի է ունեցել նաև վարչապետ Փաշինյանի ամենշաբաթյա ճեպազրույցը լրագրողների հետ, որի ընթացքում գործադիրի ղեկավարն անդրադարձել է իր եւ Վլադիմիր Պուտինի միջև նախորդին կայացած հանդիպմանը Մոսկվա այցի արդյունքներին։ Առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգն արդեն ունի կոնկրետ արդյունքներ, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի խոսքով ծրագրի շրջանակում գրանցվել է 2.277.479 այց, տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերն Իրանում հասել են իրենց նպատակին եւ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում պատերազմն ավարտվելու է։ Չնայած բարձրագույն հայտարարություններին եւ փոխադարձ հարվածներին, նկատելի է, որ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել դաշինքի վարած պատերազմը մտել է փակուղի։ Երեկ Մոսկվայում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացումը, տնտեսական ու էներգետիկ գործակցությունը, նաև տարածաշրջանային գործընթացները։ Փաշինյանը նշել է, որ տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունները, մասնավորապես խաղաղություն Ադրբեջանի հետ, նպաստում են Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը։ Ի դեպ, Պուտինը հանդիպման բաց հատվածում մի կողմ դնելով դիվանագիտությունը ուղիղ տեքստով ասել է այն ամենը, ինչ մտածում էր։ Նա խոսել է ռուսամետ ուժերի Հայաստանում խորհրդանական ընտրություններին մասնակցության, էներգետիկ գործակցության, գազի գնի, Հայաստանի վարած արտաքին քաղաքականության եւ այլ հարցերի մասին, ներկայացնելով իր դիրքորոշումը։ Փաշինյանի արձագանքը կտրուկ էր եւ առարկայական։ Ռուս-հայկական հարաբերությունները պետք է պահպանվեն եւ չտուժեն Հայաստանի ներքաղաքական գործընթացներից։ Այս մասին Կրեմլում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի ներքաղաքական գործընթացները թափ են հավաքում եւ շուտով ընտրություններ են։ Շատ կարեւոր է, որպեսզի այդ գործընթացները որքան էլ սրվեն, որևէ կերպ չվնասեն Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններին։ Մեր հարաբերությունները առանձնահատուկ են, ձևավորել են դարերի ընթացքում։ Մեզ միավորում են ընդհանուր պատմությունն ու քաղաքակրթական ընդհանրությունը։ Ինչ էլ տեղի ունենա, մենք Ռուսաստանում միշտ առաջնորդվելու ենք նրանով, թե ինչն է ձեռնտու հենց հայ ժողովրդին։ Պուտինը նշել է, որ տնտեսական գործակցությունը շարունակում է զարգանալ, ներկայացնելով առևտրաշրջանառության ցուցանիշները եւ ընդգծելով գյուղատնտեսական արտադրանքի կարևոր դերը։ Նա նաեւ անդրադարձել է էներգետիկ ոլորտին, նշելով, որ գազի գինը եվրոպական շուկայի համեմատ ավելի մատչելի է։ 2025 թվականին առևտրաշրջանառությունը կազմել է 6.4 միլիարդ դոլար եւ այդ ծավալի մեջ 1.2 միլիարդ դոլարը գյուղատնտեսական արտադրանք է։ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 177.5 դոլարով, մինչդեռ Եվրոպայում այդ գինն հասնում է 600 դոլարը։ Վերջին տարիներին Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է շուրջ 10 անգամ։ Ռուսաստանի Դաշնության նախագահը խոսել է նաև Հայաստանի եվրոպական ուղղության մասին, նշելով, որ Եվրամիության եւ ԵԱՏՄ անդամակցությունը համատեղելի չեն տնտեսական պատճառներով։ Նա նաև անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, նշելով, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում նկատվում է կայունացման միտում եւ անհրաժեշտ է շարունակել այդ գործընթացը, չդարձնելով այն ներքաղաքական պայքարի մաս։ Այսօր հարաբերությունները հասել են կայունացման որոշակի մակարդակի, տրանսպորտային ուղիներն ապաշրջափակվում են եւ պետք է փնտրել հետագա ամրապնդման ուղիները։ Կարևոր է, որ այս հարցերը չդառնան ներքաղաքական պայքարի մաս։ Մենք նաև կցանկանանք, որ քաղաքական գործընթացներին մասնակցեն բոլոր ուժերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները Հայաստանի համար շարունակում են մնալ առանցքային եւ զարգանում են նոր պայմաններում։ Նրա խոսքով տարածաշրջանում հաստատված խաղաղությունը հնարավորություն է տվել վերականգնել երկաթուղային կապը Ռուսաստանի հետ Ադրբեջանի տարածքով, ինչը երկար տարիներ հնարավոր չէր իրականացնել։ Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները շատ խորն են եւ կարեւոր։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը դրականորեն է անդրադառնում նաեւ այդ հարաբերությունների վրա։ Մեր անկախության սկզբից ի վեր առաջին անգամ մենք ունենք երկաթուղային կապ Ռուսաստանի հետ եւ արդեն ներմուծում ենք իրականացնում այդ ճանապարհով։ Սա ամրապնդում է մեր տնտեսական կապերը։ Փաշինյանն անդրադարձել է նաեւ Եվրամիության եւ ԵԱՏՄ ուղղություններով տարվող քաղաքականությանը, նշելով, որ այս փուլում հնարավոր է համատեղել օրակարգերը, իսկ անհրաժեշտության դեպքում որոշումը կընդունվի Հայաստանի քաղաքական
քաղաքացիների կողմից։ Նա նաև խոսել է էներգետիկ գործակցության մասին, ընդգծելով, որ քննարկվում է նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցը եւ զարգացվում են նոր տեխնոլոգիաները։ Մենք գիտենք, որ երկու միավորումների անդամակցությունը սկզբունքորեն համատեղելի չէ, բայց այս պահին մեր օրակարգերը համատեղելի են։ Քանի դեռ այդ հնարավորությունը կա, մենք կշարունակենք աշխատել այդ ձևաչափով։ Երբ անհրաժեշտ լինի, որոշում ընդունել, դա կանեն Հայաստանի քաղաքացիները։ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները չեն եղել եւ չեն լինի կասկածի տակ։ Վարչապետը խոսել է նաև Արցախի հարցի եւ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների մասին, վերահաստատելով, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ բացահայտ ներկայացրել իր դիրքորոշումը։ Նա կրկնել է, որ ՀԱՊԿ-ի հետ խնդիրները կապված են 2022 թվականի իրադարձությունների հետ, երբ իր գնահատմամբ կազմակերպության մեխանիզմները չեն գործարկվել։ Մենք հայտարարել ենք, որ չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, քանի որ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, մենք չենք թաքցրել մեր խնդիրները, որովհետև 2022 թվականին մեր կարծիքով մեխանիզմները պետք է գործարկվեին, բայց չգործարկվեցին։ Մենք մինչ օրս չենք կարողացել մեր քաղաքացիներին բացատրել, ինչու այդպես եղավ։ Փաշինյանը նաև ընդգծել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին կարող են մասնակցել միայն բացառապես Հայաստանի անձնագիր ունեցող քաղաքացիները, հավելելով, որ սա սահմանադրական պահանջ է եւ չի վերաբերում քաղաքական սահմանափակումներին։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Ռուսական կողմից հայտարարություններ եղան նաև Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո ակտիվացել էր հատկապես փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որի 10-ին տված հարցազրույցի առանցքում Հայաստանն էր։ Նա անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների ներկայվիճակին, թրիփ նախագծին եւ ամերիկյան կողմի գերակայությանը տարածաշրջանում, նաև ներհայաստանյան ու արտաքին քաղաքական անցուդարձին։ Ռուս պաշտոնյան աչքի ընկել կոշտ դիտարկումներով։ Հայաստանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել Երևանի հետ տնտեսական հարաբերությունները։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Ռուս պաշտոնյան նշել է, որ Մոսկվային անհանգստացնում են Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի հեռանկարները։ Վերջինս անդրադարձել է նաև հայկական երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարումը երրորդ երկրի վաճառելու վերաբերյալ պաշտոնական Երևանի հայտարարությանը, նշելով, որ նման քայլի գնալու որևէ օբյեկտիվ պատճառ չկա։ Օվերչուկի խոսքով կոնցեսիայի վաճառքի մասին հայտարարությունը տարածաշրջանային համատեքստի ընդհանուր ըմբռնում է եւ Եվրամիության հետ մերձենալու Հայաստանի ղեկավարության քաղաքականությունը լուրջ հարցեր են առաջացնում դրանց ապագայի վերաբերյալ։ Ըստ Օվերչուկի Մոսկվան տեսնում է, որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել Եվրամիությանը, որը Ռուսաստանի համար դարձել է թշնամական դաշինք։ Փաստելով, որ դա հայերի իրավունքն է, միաժամանակ Օվերչուկը զերծ չի մնացել զգուշացումներից։ Հայաստանի բիզնեսի ներկայացուցիչները պետք է սթափ գնահատեն Եվրամիությունում ապրանքների վաճառքի հեռանկարները։ Իրականությունն այն է, որ հայկական երկաթուղին, եթե այն պահպանվի, պետք է մնա սեփական տնտեսության կարիքները սպասարկող ճանապարհ, որի իրական հեռանկարները կապված են ԵԱՏՄ-ի հետ։ Մեր շահը Հայաստանի, նաև տարածաշրջանի բոլոր պետությունների հետ առևտրի զարգացումն է, բայց եթե մեզ ասում են, որ ռուսական ընկերությունների ներկայությունը Հայաստանում չի համապատասխանում իրենց շահերին, ապա ելնելով փոխադարձության սկզբունքից արդարացի կլինի հարցնել, եթե ռուսական ընկերություններն ու գործարարները չեն կարող ներկա լինել եւ վաստակել Հայաստանում, ապա ինչու հայկական ընկերություններն ու գործարարները կարող են ներկա լինել եւ վաստակել Ռուսաստանում։ Ռուսաստանի փոխվարչապետը խոսել է նաև թրիփ նախագծի մասին եւ հայտնել, որ դրա իրագործումը խաթարելու է տարածաշրջանային հավասարակշռությունը։ Նրա համոզմամբ Ռուսաստանի մասնակցությունը փոխվարչապետերի եռակում աշխատանքային խմբին թույլ էր տալիս հավասարակշռել այնտեղ ներկա բոլոր երկրների շահերը, հաշվի առնելով Հայաստանի ինքնիշխանությունը, իր ավասությունը, տարածքային ամբողջականությունը եւ տնտեսական շահերը։ Հապաշրջափակման բանակցային գործընթացում Ռուսաստանին չտեսնելը մեծ սխալ էր, հայտարարել է այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյան։ Օվերչուկի կարծիքով Վաշինգտոնի համար Թրամփի ուղին միջազգային տրանսպորտային միջանցք է, որն ապահովում է կարևորագույն հանքանյութերի արտահանումը Կենտրոնական Ասիայից ԱՄՆ, նաև Իրանի հյուսիսային սահմանի վերահսկողությունը։ Ռուս պաշտոնյան անդրադարձեր կատարել նաև Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով ռուսական բեռների տեղափոխմանը եւ նշել, որ այն ձեռնտու է բոլոր կողմերին։ Հայաստանի ապաշրջափակումը, Ադրբեջանի երկու հատվածների միջև հարմար տրանսպորտային հաղորդակցության բացումը եւ Մեղրիի հատվածի վերականգնումը անհրաժեշտ են ամբողջ Հարավային Կովկասի զարգացման համար, եւ այս գործընթացում միայն Ռուսաստանի ներկայությունը կարող է շահերի հավասարակշռություն ապահովել։ Խոսելով Երևանի հետ էներգետիկ գործակցության մասին, Օվերչուկն անդրադարձել է նաև Հայաստանի ատոմակայանի աշխատանքին, նշելով, թե Ռուսատոմը կարող էր
երկարաձգել Հայաստանի ԱԵԿ-ի աշխատանքը մինչև 2036 թվականը, սակայն Երևանն ընտրում է արևմտյան վեկտորը նախապատվությունը տալով ոչ իրազեկ եվրոպական կապալառուներին, որոնք նրա ներկայացմամբ սեյսմիկ վտանգավոր գոտիներում աշխատանքի փորձ չունեն եւ իրենց չեն ծանրաբեռնում կայանի գլխավոր կոնստրուկտորի հետ համակարգմամբ։ Այսպիսով Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետի կարծիքով բոլորը մտորելու բան ունեն, երբ քաղաքականապես կողմնակալ որոշումները սկսում են ազդել ատոմային էներգիայի արտադրության տեխնոլոգիաների վրա։ Թուրքիայի եւ Հայաստանի, նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև ցամաքային սահմանների բացումը կդառնա տարածաշրջանում խաղաղության եւ հարաբերությունների բնականոնացման գործընթացի առանցքային արդյունքը։ Այս մասին ասել է Թուրքիայի փոխնախագահ Յիլմազը։ Ըստ նրա, այս ուղղությամբ ներկայումս ակտիվ աշխատանքներ ընթանում են։ Տեխնիկական նախապատրաստությունները շարունակվում են եւ ստեղծվում է անհրաժեշտ ենթակառուցվածքը։ Ուրախալի է, որ նմանատիպ գործընթացներ են իրականացվում նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ասված է հայտարարության մեջ։ Նա նաեւ ընդգծել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը զուգընթաց Թուրքիայի կողմից Հայաստանի հետ իրականացվող կարգավորման գործընթացը ել ավելի արագ առաջ կշարժվի։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է հայտարարություններն այն մասին, թե իբր Ռուսաստանը միջամտելու է Հայաստանի խորհրդանական ընտրություններին, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես են Կրեմլում վերաբերվում Մոսկվայի հայաստանյան ընտրական գործընթացին իբր միջամտելու հետ կապված եվրոպացի պաշտոնյաների կարծիքին, Պեսկովը մասնավորապես նշել է. Եվրոպական ներկայացուցիչներն ամեն ինչում տեսնում են Մոսկվայի միջամտությունը, ամենուր եւ ամեն ինչում։ Սա հին երգ է, նրանք կատարելապես գիտեն այս երգի նոտաները եւ իհարկե Հայաստանի ընտրությունների դեպքում նույնպես կերքեն այն։ Երեկ էլ Զախարովան մեկնաբանել է Արարատ Միրզյանի վերջին հայտարարությունները, թե եթե Ռուսաստանը փորձ ունի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում, ապա Հայաստանը պատրաստ է օգտվել դրանից։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է. այս մասին կարելի է անվերջ խոսել, սա երկկողմանի երթևեկությամբ ճանապարհ է։ Եթե կա կարիք եւ հետաքրքրվածություն, մենք պատրաստ ենք պատասխանել։ Իսկ թե ինչպիսի հնարավորություններ ունի Ռուսաստանը, պետք է հստակեցնել պահանջը, տեղեկատվության, պաշտպանություն, կիբերխարդախության դեմ պայքար եւ այլն։ Մենք պատրաստ ենք ոչ միայն փորձագիտական կարծիք տրամադրել, այլև գործակցել մի շարք ուղղություններով, նշել է նա։ Կառավարության նիստից հետո տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի ամենշաբաթյա ճեպազրույցը լրագրողների հետ, որի ընթացքում գործադիրի ղեկավարն անդրադարձել է իր եւ Վլադիմիր Պուտինի միջև նախորդին կայացած հանդիպմանը, Մոսկվա այցի արդյունքներին, առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին, նաեւ ներքին ու արտաքին քաղաքական այլ հարցերի։ Մանրամասները տեսանյութում։ Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո արդյոք չեղարկվելու կամ սահմանափակվելու է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործունեությունը։ Այսօր էլ մենք որոշում ընդունեցինք, որ 2027 թվականից նոր խմբեր են ներառվելու առողջապահության ապահովագրության համակարգ եւ այդպես մինչեւ եւ մենք մեր նախընտրական ծրագրում ներառել ենք Հայաստանի ամբողջ բնակչության առողջության ապահովագրության համակարգ ներառելու մասին դրույթը եւ առողջության ապահովագրության համակարգը բնականon գործում է եւ շարունակելու է գործել։ Ընտրություններից առաջ էլ հետո էլ մանավանդ որ դա ընտրությունների հետ որևէ կապ չունի։ Ապրիլի 1-ին վարչապետ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում։ Իր եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Հայաստանի ղեկավարը հաջողված է համարում։ Այցի արդյունքները Փաշինյանը այսպես ամփոփեց։ Մի շարք ուղղություններով ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություններ, գործնականում մեր օրակարգի բոլոր ուղղություններով ենք ձեռք բերել կոնկրետ պայմանավորվածություններ, մշակույթից սկսած ռազմատեխնիկական համագործակցությունով ավարտված։ Մոսկովյան բանակցությունների օրակարգում է եղել նաև հայկական երկաթուղու հետագա կառավարման հարցը։ Թեմայի շրջանակում Հայաստանի ղեկավարը մանրամասնեց։ Քննարկումների իմաստը հետևյալն է։ Մեր խնդիրը ընդհանրապես ձևակերպված է մի նախադասության մեջ, որ Հայաստանի Հանրապետությունը այս պայմաններում իր մրցակցային պոտենցիալ առավելությունները կորցնում է։ Մեր խնդիրն է, որ Հայաստանը իր մրցակցային պոտենցիալը ամբողջությամբ իրացնելու հնարավորություն ստանա։ Մենք Ռուսաստանի հետ կապված ոչ միայն խնդիր չունենք, այլև ընդհակառակը մենք բարձր ենք գնահատում մեր բարեկամական հարաբերությունները եւ որևէ կերպ նախկինում հենց այս ամբիոնից ասելու հնարավորություն ունեցել ենք։ Չենք ուզում վնաս հասցնել Ռուսաստանի շահերին, բայց մյուս կողմից
այս իրադրությունը մեր մրցակցային առավելությունները օգտագործելու հնարավորություն չի տալիս եւ մենք իրար հետ պետք է մտածենք ինչ լուծում ենք գտնել։ Այդ դեպքում հնարավոր լուծումը կարող է լինել այն, որ պաշտոնական Երևանը միակողմանի լուծարի երկաթուղու ռուսական կոնցենսիոն համաձայնագիրը։ Հարցին վարչապետը պատասխանեց. Այդ լծակը Հայաստանի Հանրապետությունը ունի, բայց մենք չենք պլանավորում եւ չենք ուզում գնալ այդպիսի ճանապարհով։ Ռուսական կողմը չի թաքցնում, Մոսկվային դուր չի եկել երկաթուղու կոնցենսիոն կառավարումը Ռուսաստանից երրորդ երկրի փոխանցելու վերաբերյալ Երևանի որոշումը։ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը այս թեմայի շրջանակում հայտարարել է, թե Ռուսաստանի բոլոր հարևանները, նույնիսկ Եվրամիության որոշ երկրներ, շահագրգռված են ռուսական երկաթուղու այսպես ասած օգտագործմամբ, եւ միայն Հայաստանն է հարցականի տակ դնում հայ-ռուսական գործակցության շարունակությունը։ Մինչդեռ նկատենք, Հայաստանի վարչապետը մոտ 1.5 ամիս առաջ բարձրաձայնել է, որ երկաթուղու ռուսական կողմի կառավարման փաստով պայմանավորված Հայաստանը զրկվում է ռազմավարական դիրքից, կորցնելով մրցակցային իր առավելությունները։ Ուստի լավագույն լուծումը ըստ Փաշինյանի կլինի այն, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի եւ Ռուսաստանի եւ Հայաստանի հետ, Ռուսաստանից ուղակի գնի կոնցենսիոն կառավարման իրավունքը։ Դիանա Դավթյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Մի քանի օր է Ռուսաստանը սահմանափակումներ է մտցրել ռուսական վառելիքի, մասնավորապես բենզինի արտահանման մասով։ Հայաստանը լինելով ԵԱՏՄ անդամ պետություն արդյոք չի ունենալու մատակարարման խնդիրներ եւ դրանով պայմանավորված բենզինի գնի թանկացում սպասվում է։ Ճեպազորեցի ընթացքում վարչապետ Փաշինյանը անդրադարձել է նաեւ լրագրողներին հետաքրքրող այս հարցերին հայտարարելով. Նավթամթերքի շուկայում տեսնում եք ինչա կատարվում եւ Հայաստանն էլ գլոբալ նավթամթերքի շուկայի մասը լավ լուրն է նա, որ մենք վերջին ամիսների ընթացքում ըստ էության վերացրել ենք մենաշնորհները, որոնք լրացուցիչ գնագոյացում էին առաջացնում Հայաստանի Հանրապետությունում եւ նաեւ այլընտրանքային շուկաներ ենք ներմուծման ստացել։ Եվ կարծում եմ, որ շատ թե քիչ Հայաստանի շուկան պատրաստ է այդ իրադարձությանը։ Առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգը արդեն ունի կոնկրետ արդյունքներ, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում։ Վարչապետի խոսքով ծրագրի շրջանակում գրանցվել է 2.277.479 այց։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հայտնել է, որ 2027 թվականից համակարգում նախատեսում է ներառել օնլայն տաքսիների վարորդների, նաև արդեն ապահովագրված անձանց հետ փոխկապակցված անձանց։ Գործադիրի նիստի մանրամասները ներկայացվող տեսանյութում։ Առողջական խնդիր ունեցող մարդու մահճակալի կողքին հարազատի կարգավիճակով նստած է պետությունը։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմանը։ Վարչապետի խոսքով սա այն բարեփոխումներից է, որի ազդեցությունը մարդիկ զգացել են անմիջապես, քանի որ պետությունը փաստացի կանգնել է քաղաքացու կողքին առողջական ամենածանր պահին։ Նրա գնահատմամբ համակարգն արդեն ունի շոշափելի արձագանք։ Այն տարբերվում է նախորդ բազմաթիվ այլ ծրագրերի արձագանքից, որոնց արդյունքները սովորաբար ավելի ուշ են տեսանելի դառնում։ Որ մարդը հիվանդ է, իր կողքը կա մի աթոռ, որին նստած է իրան ամենահարազատ մարդը։ Առողջության ապահովագրության համակարգը այդ աթոռը դրել է կամ երկրորդ աթոռն է դրել առողջական խնդիր ունեցող մարդու կողքին եւ այդ աթոռին նստած է իր պետությունը, Հայաստանի Հանրապետությունը, որը իր կարիքները հոգում է եւ ես այն չհամար եմ ասում, սա շատ բարդ բարեփոխում է, ճիշտ է, գոնե միջև այդ պահը մենք կառավարելի տրամաբանությամբ գնում ենք առաջ, բայց մենք այս բարեփոխումը պետքա փայփայենք ուղղակի։ Մենք այս բարեփոխումը պետքա փայփայենք, շատ ամենօրյա խնամք տանենք բարեփոխման նկատմամբ, որպես ինքը զարգանա, որովհետև մենք նաև Հայաստանում դառը փորձեր կան, որ առողջության ապահովագրության համակարգերը ներդրվել են եւ կեսից չեղարկվել են, իհարկե այս դեպքում մենք վստահ ենք, որ դա տեղի չի ունենա, բայց նաև կարևոր է, որ մենք այս փուլից սկսած որակի ոչ թե անկում ունենանք, այլ շարունակական բարձրացում ունենանք։ Նիստում ներկայացված տվյալներով առողջապահության համընդհանուր ապահովագրության շրջանակում արդեն գրանցվել է 2.277.479 այց։ Հիվանդանոցային այցերի թիվը կազմել է 105.670։ Միայն 65 տարեկանից բարձր 221.361 քաղաքացի
արդեն օգտվել է համակարգից, իսկ նրանց բուժ սպասարկման համար պետական բյուջեից ծախսվել է 28 միլիարդ 438 միլիոն դրամ։ Նշվում է նաև, որ 361 թոշակառու օգտվել է 4 միլիոն դրամից ավելի արժողությամբ բուժծառայությունից, ևս հարյուրավոր քաղաքացիներ 2-ից 4 միլիոն դրամի, իսկ հազարավորներն ավելի փոքր, բայց կարևոր բուժօգնությունից եւ դեղորայքային աջակցությունից։ Մեր քաղաքացիների կողմից նման առաջարկների ներկայացումը ինչ որ առումով նաև ցուցիչ է, որ ըստ էության ընդհանուր առումով գոհունակություն կա համակարգի գործարկման մասով եւ սա էր մեր նպատակը, որ համակարգը լինելով համընդհանուր, այնուամենայնիվ առաջին հերթին լինի ցանկալի միանալու եւ ապահով լինելու առողջության մասին հոգ տանելու հարցերի շուրջը։ Անահիտ Ավանեսյանն էլ հայտնել է, որ օնլայն տաքսիների վարորդներն իրենք են ցանկություն հայտնել ընդգրկվել համակարգում եւ առաջարկվում է, որ նրանք դառնան շահառու 2027 թվականի հունվարի 1-ից։ Առաջարկվում է նաեւ հնարավորություն տալ, որ արդեն ապահովագրված անձինք հաջորդ տարվանից իրենց հետ փոխկապակցված անձանց եւս ներառեն համակարգում։ Միաժամանակ անհատ ձեռներեցների համար ապահովագրավճարի վճարման ժամկետը երկարաձգվում է մինչև հուլիսի 20-ը։ Նիստում անդրադարձ է կատարվել նաև կենսաթոշակների բարձրացմանը։ Վարչապետը հայտնել է, որ առաջին եռամսյակում պետական բյուջեի եկամուտները պլանավորվածից ավելին են եղել շուրջ 30 միլիարդ դրամով, եւ այդ գումարից 20 միլիարդ դրամն ուղղվել է կենսաթոշակների բարձրացմանը։ Կառավարությունում նշվում է նաև, որ հետվճարի համակարգից արդեն օգտվում է 447 հազար քաղաքացի, իսկ միջին հետվճարի չափը հասել է 7400 դրամի։ Վարչապետը շեշտել է, որ հարկերի հավաքագրումն ուղիղ կապ ունի սոցիալական ծրագրերի իրականացման հետ, սկսած առողջապահությունից մինչև կենսաթոշակներ, դպրոցներ ու բանակի բարեփոխումներ։ Տնտեսական ցուցանիշների մասով վարչապետն անդրադարձել է նաև ՀՆԱ-ին, ընդգծելով, որ այն աճել է, սակայն կարևոր է ոչ միայն թվերի աճը, այլև դրա կյանքի որակի բարձրացման վերածումը։ Մենք ուրախացել ենք, որ մեր ՀՆԱ-ն ինչ են կարել։ Ահագին աճացրել են, քանի տոկոսի մի անվանական ուրիշա, իրական 50 քանի տոկոս չէ, մեր ՀՆԱ-ն ավելացրել ենք, բայց հիմա մենք նայենք աշխարհի որ երրորդ տեղում ենք։ Մեր ՀՆԱ-ն է դա ցույց տալիս։ Եվ մենք պետք է առերեսվենք այս փաստերի հետ, հակառակ դեպքում մենք ինչ տեղապտույտի կամ դանդաղ տենց, ինչպես մենք մի հատ լավ բառ ունենք, քրքաշ, տենց կամաց բան ենք անում, շարժվում ենք, ված չի որ շարժվում ենք, բայց էլի եմ ասում, այն ինչ որ արել ենք, լավ է, բայց մենք պետք է փոխենք ընդհանրապես մեր մտածողության եւ մեր ընկալման, այդ թվում ինքնաընկալման բանաձևերը։ Նիստում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հայտնել է, որ արևային կայանների աճը Հայաստանում եղել է թռիչքաձև։ 2026 թվականի մարտի 1-ի դրությամբ դրանց ընդհանուր հզորությունը հասել է 1141 մեգավատի, որից 479 մեգավատը արդյունաբերական արևային կայաններն են, իսկ 662 մեգավատը ինքնավար տանիքներին տեղադրված կայանները։ Ռազմավարության ոլորտի զարգացման ռազմավարության մինչև 2040 թվականի ռազմավարության համաձայն 2030 թվականին մենք պետք է ունենայինք հանրապետությունում 1000 մեգավատ արևային կայաններ, բայց արդեն 25 թվականի ավարտին այդ հզորությունը գերազանցում էր 1000 մեգավատը եւ մարտի 1-ի դրությամբ 26 թվականի մենք գումարային արևային կայանների հզորությունը հասնում է 1141 մեգավատի, որից 479 մեգավատը արդյունաբերական արևային կայաններն են եւ 662 մեգավատը ինքնավար տանիքներին տեղադրված արևային կայաններն են։ Վարչապետն այս արդյունքը ներկայացրեց որպես էներգետիկ մտածողության փոփոխության արդյունք, նշելով, որ Հայաստանն ըստ էության արդեն ստեղծել է Մեծամորի 2 ատոմակայանի համադրելի արևային հզորություն։ Հիմա մեր ժամանակները պատմական են նաև էներգետիկայի առումով, որովհետև մենք սովորենք մեր ավանդույթից եւ պատմությունից, որ մեր մեծագույն խնդիրներից մեկն է նա, որ մենք էներգառեսուրսներ չունեցող երկիր ենք։ Հիմա ոչ մի բան չի փոխվել, բայց այդ իրավիճակը նկատի ունեմ մեր աշխարհագրական դիրքում, տեղում բան չի փոխվել, բայց այդ իրավիճակը փոխվել է, որովհետև պարզվել է, որ մենք հիմա էներգառեսուրսներով շատ հարուստ երկիր ենք եւ այդ էներգառեսուրսը առանց մեր կառավարման ամեն օր առավոտ հայտնվում է մեր գլխավերևում, իրիկունը գնում է, առավոտ գալիս է, իրիկունը գնում է եւ դա արևն է։ Եվ մենք ունենք այնքան ռեսուրս, որ Հայաստանի Հանրապետությունը առանց չափազանցության կարող է լինել
էներգետիկ առումով ինքնաբավ երկիր։ Ինչ վերաբերում է կրթական ոլորտի ենթակառուցվածքներին, ապա կառավարությունն ավելի քան 4 միլիարդ դրամի վերաբաշխման վերաբերյալ որոշում է կայացրել, որով մարզերում կմեկնարկեն 37 մանկապարտեզների հիմնանորոգման եւ վերանորոգման աշխատանքներ, կավարտվեն կամ կսկսվեն 5 դպրոցների նախակրթարանների ծրագրեր, նաեւ կիրականացվեն 74 դպրոցների եւ 2 մանկապարտեզների տեխնիկական ուսումնասիրություններ ու նախագծային աշխատանքներ։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Շարունակում ենք թողարկումը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը Իրանում հասել են իրենց նպատակին եւ առաջիկա 2 շաբաթվա ընթացքում ավարտվելու է պատերազմը։ Նա միաժամանակ հայտարարել է, թե ԱՄՆ-ն հուժկու հարվածներ է նախապատրաստել Իրանի համար, որոնք իրանական ռեժիմին կուղարկեն քարե դար։ Նոր հայտարարություններ է արել նաեւ իրանական կողմը։ Չնայած բարձրագույն հայտարարություններին եւ փոխադարձ հարվածներին, նկատելի է, որ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել դաշինքի վարած պատերազմը մտել է փակ ուղի։ Հարցն այն է, թե որ կողմին կհաջողվի հաղթողի կարգավիճակով դուրս գալ ստեղծված պատային իրավիճակից։ Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Հակամարտող կողմերը փոխադարձ հարվածներ են հասցնում։ Չնայած պատերազմական գործողությունների մեկնարկից ի վեր գրողների հաճախականությունը նվազել է, սակայն դրանք դարձել են առավել թիրախային եւ ցավոք հարձակումների են ենթարկվում նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Այսօր հրթիռակոծվել է Թեհրանում գտնվող 100-ամյա Փաստուր բժշկական կենտրոնը։ Ըստ ամերիկյան կողմի իրենց արվածները հասցեական են։ Պատերազմի ընթացքում ավելի քան 12000 թիրախ է խոցվել Իրանում։ Բացի այդ ոչնչացվել կամ վնասվել է ավելի քան 155 իրանական ռազմանավ։ Ամերիկյան ինքնաթիռներն իրականացրել են 13000 մարտական թռիչք։ Հարկ է նկատել, որ իսրայելա-ամերիկյան դաշինքը պարբերաբար թիրախավորում է Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։ Ըստ իրանական լրատվամիջոցների հերթական հրթիռակոծության հետևանքով ծանր վիրավորում է ստացել Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ եւ Իրանի նախկին արտգործնախարար Քամալ Խարազին։ Նշվում է, որ թիրախավորվել է նրա բնակարանը, Խարազիի կինը զոհվել է։ Իրանի զինված ուժերը կրկին հայտարարել են, որ մտադիր են ԱՄՆ-ին եւ Իսրայելին կործանարար եւ ավերիչ հարվածներ հասցնել։ Ձեր իրականացրած հզոր հարվածներից հետո սպասեք ավելի ջախջախիչ, ավելի զանգվածային եւ կործանարար գործողությունների, ասում է Իրանի զինված ուժերի խոսնակի հայտարարության մեջ։ Իրանը շարունակում է նաեւ հրթիռակոծել տարածաշրջանի այն բոլոր երկրների տարածքները, որտեղ գտնվում են ԱՄՆ-ի ռազմական օբյեկտները։ Այդ հարվածների առանցքում է հատկապես Արաբական Միացյալ Էմիրությունները, որ շարունակում է աշխատանքներ տանել դիմակայելու հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի սպառնալիքներին։ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմն այնուամենայնիվ, ինչպես նկատում են փորձագետները, մտել է փակուղի։ Կողմերը կարծես փորձում են դադարեցնել այն, սակայն ցանկանում են ստեղծված իրավիճակից դուրս գալ հաղթողի կարգավիճակով։ Այդ են վկայում նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իրարամերժ հայտարարությունները։ Նա ավելի վաղ իր ուղերձում նշել էր, որ Միացյալ Նահանգները գրեթե հասել է իր նպատակին եւ առաջիկա 2-ից 3 շաբաթվա ընթացքում նոր հզոր հարվածներ է հասցնելու Իրանին, նշելով, որ իրանական վարչակարգին քշելու են քարի դար, որտեղ եւ նրանց տեղն է։ Ավելին Թրամփ հայտարարել է, որ Իրանի նախագահը հրադադար է խնդրում։ ԱՄՆ նախագահի հայտարարությանը հակադարձել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, նշելով, որ նման բան չկա։ Իսլամական Հանրապետությունը հրադադար չի խնդրում։ Բաղային ընդգծել է, որ չեն հանդուրժի պատերազմի բանակցությունների հրադադարի, ապա նորից նույն հերթականության կրկնության այս արատավոր շրջանը։ Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Իրանը միջնորդների միջոցով ստացել է հակամարտության կարգավորման մասին Միացյալ Նահանգների առաջարկները, որոնք պարունակում են չափազանց կոշտ եւ անտրամաբանական պահանջներ։ Արտգործնախարար Աբբաս Արաղչին նույնպես հայտնել է, որ Իրանը չի ընդունում վերջնագրերը եւ պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի, միաժամանակ ընդգծելով, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար հիմքեր ներկայում չկան։ Բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար կոչով կրկին հանդես է եկել Չինաստանը, իսկ Իրաքում ԱՄՆ դեսպանատունը նոր նախազգուշացում է տարածել այն մասին, որ իրանամետ զինյալ խմբավորումներն առաջիկա 24-ից 48 ժամվա ընթացքում կարող են հարձակումներ իրականացնել Բաղդադի կենտրոնում։ Դեսպանատունն ապրիլի 2-ին X-ում արված գրառման մեջ կրկին կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին լքել Իրաքը։ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն էլ հայտարարել է, որ պատրաստ է մինչև $3 միլիոն չափով պարգևատրել այն մարդկանց, որոնք տեղեկատվություն կտրամադրեն Իրաքում ամերիկյան դիվանագիտական հաստատությունների վրա հարձակումների վերաբերյալ։ Հորմուզի նեղուցն էլ շարունակում է փակ մնալ։ Նշենք, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի սկսած պատերազմում ըստ տարբեր գործակալությունների կողմից հավաքագրված տեղեկությունների զոհերի թիվը գերազանցել է 5000-ը, բայց ինչպես ասում են, սա դեռ վերջը չէ։
Մոլդովայի խորհրդարանը երկրորդ եւ վերջնական ընթերցման հավանություն է տվել ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրի եւ կազմակերպության կանոնադրության չեղարկմանը։ Այս որոշումը նշանակում է Մոլդովայի լիակատար եւ իրավական դուրսբերում ԱՊՀ կառույցներից։ Միջազգային եւ տարածաշրջանային մյուս նորությունները դիտեք տեսաշարով։ Իսրայելի ոստիկանությունը ցրել է Երուսաղեմում խորհրդարանի մոտ անցկացվող բողոքի ակցիան, որը կազմակերպել էր մահապատժի մասին նոր օրենքի դեմ։ Օրենքը թույլ է տալիս մահապատիժ կիրառել ահաբեկչական հարձակումների համար մեղավոր ճանաչված պաղեստինցիների նկատմամբ։ Ցուցարարները հանդես են եկել քննադատությամբ, բարձրացնելով օրենքի իրավական եւ մարդասիրական հետևանքների հարցը։ Նրանք կրել են պաստառներ եւ վանկարկել կարգախոսներ, այդ թվում պաղեստինցիների կյանքը կարեւոր է։ Հունաստանի Կրետե կղզում գրանցվել է ավազե փոթորիկ, տարածքը ծածկվել է Սահարայից եկած փոշով։ Իշխանությունները բնակիչներին եւ զբոսաշրջիկներին կոչ են արել խուսափել տեղաշարժից եւ հնարավորության դեպքում մնալ տանը։ Փոշու բարձր խտությունը կարող է վտանգավոր լինել հատկապես շնչառական խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Միացյալ Նահանգները չեղարկել է Վենեսուելայի նախագահի հատուկ ներկայացուցիչ Դելսի Ռոդրիգեսի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Քայլը դիտարկում է որպես Վաշինգտոնի քաղաքականության հնարավոր մեղմացում Վենեսուելայի նկատմամբ։ Financial Times-ի տվյալներով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումները եվրոպական դաշնակիցների վրա ճնշում գործադրելու նպատակով։ Խոսքը վերաբերում է Փարլ ծրագրին, որով եվրոպական երկրները ֆինանսավորում են Ուկրաինայի համար սպառազինության գնումները։ Վաշինգտոնը պահանջում է, որ եվրոպական երկրները մասնակցեն Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունն ապահովող կոալիցիային։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիությունը Ուկրաինային կտրամադրի 1.4 միլիարդ եվրո, որը ձևավորվել է սառեցված ռուսական ակտիվներից ստացված եկամուտներից։ Նշվում է, որ միջոցները կուղղվեն ինչպես Ուկրաինայի զինված ուժերի աջակցության, այնպես էլ հիմնական պետական ծառայությունների պահպանմանը։ Այս քայլը դիտարկվում է որպես Եվրամիության շարունակական աջակցության մաս Ուկրաինայի պատերազմի պայմաններում։ ՆԱՍԱ-ն ապրիլի 1-ին արձակել է Արտեմիս 2 առաքելությունը, վերջին ավելի քան 50 տարվա ընթացքում առաջին մարդատար լուսնային թռիչքը։ Առաքելության շրջանակում 4 տիեզերը գնաց Օրիոն տիեզերանավով իրականացնելու են 10-օրյա թռիչք լուսնի շուրջ, սակայն վայրեջք այս փուլում նախատեսված չէ։ Սա ՆԱՍԱ-ի առաջին մարդատար խորատիեզերական թռիչքն է Ապոլոնի ժամանակներից հետո, իսկ մարդկանց լուսնի վրա նոր վայրեջքը ներկայում նախատեսվում է ավելի ուշ փուլում 2028 թվականին։ Սիրիայում, Մեծ Բրիտանիայում, Նիդերլանդներում եւ Գազայի հատվածում հազարավոր մարդիկ բողոքի ակցիաներ են անցկացրել ընդդեմ Իսրայելի կողմից ընդունված օրենքի, որը թույլ է տալիս մահապատիժ կիրառել պաղեստինցի բանտարկյալների նկատմամբ։ Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով Իսրայելի բանտերում ներկայում պահվում է ավելի քան 9300 պաղեստինցի, այդ թվում 350 երեխա եւ 66 կին։ Օրենքը շարունակում է միջազգային լայն քննադատության արժանանալ։ Լիբանանի դեմ Իսրայելի մարտի 2-ից սկսած հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 1318-ի, իսկ վիրավորներինը 3935-ի։ Հրապարակման համաձայն զոհված երեխաների թիվը գերազանցել է 120-ը։ Առողջապահության նախարարությունը նաև նշել է, որ միայն վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 50, վիրավորվել 185 մարդ։ Այսքանը ցտեսություն։